Տարբեր ձևաչափերով պարբերաբար քննարկում են առողջապահության ոլորտի բարեփոխումները։ Դրան զուգահեռ այս ոլորտի բազմաթիվ խնդիրներ այդպես էլ մնում են չլուծված։ Ավելին եղածին ավելանում են նորերը։ Մարզային նախորդ այցելությունս Եղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում էր։ Համայնքի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ բարձրաձայնում են Վարդենիսի պաթանատոմիական լաբորատորիայի ժողովրդի լեզվով ասած դիահերձարանի գործունեության դադարեցման հարցը, որը տեղի ունեցել հերթական օպտիմալացման քողի տակ։ Այս խնդիրը էական նշանակություն ունի համայնքի բնակչության բուժծառայությունների հասանելիության նվազման տեսանկյունից։ Առաջացնում է էական դժվարություններ եւ լրացուցիչ ծախսեր այս ծառայությունից օգտվելու համար ծառայություններից։ Վերաբերում է համայնքի շուրջ 40,000 բնակիչներին, որոնց մեծ մասը բնակվում են նույնիսկ Վարդենիս քաղաքից 10 կիլոմետր հեռավորության վրա։ Համայնքում կան բնակավայրեր, որտեղից մինչև մոտակա գործող դիահերձարան հեռավորությունը 70 կիլոմետր է։ Հիմա հարցերը բնակիչներին հետաքրքրում է հետևյալ հարցերը. Ինչ հիմնավորմամբ է իրենց համայնքի դիահերձարանը փակվել, կան արդյոք իրատեսական նպատակադրումներ եւ հստակ ժամանակացույց դիահերձարանի վերագործարկման համար։ Հարցին կպատասխանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, համեցեք Տիկին Ավանեսյան։ Շնորհակալություն հարցի համար։ Տեսեք, առիթից օգտվելով ընդհանուր առմամբ ներկայացնեմ, թե ինչ ենք անում Վարդենիսում ընդհանուր առմամբ բժշկական օգնության ու սպասարկման որակն ու հասանելիությունը բարձրացնելու մասով։ Ուրեմն երևի ինքներդ ականատես եք եղել, որ այսօր Վարդենիսի բժշկական կենտրոնը վերանորոգման ընթացքի մեջ է եւ մենք այս որոշումը կայացրել ենք հենց ընդառաջ գնալով բնակչությանը այսօր ծառացած խնդիրների լուծման մասով, մինչեւ որ մեր կապիտալ ծախսերով նախատեսված Վարդենիսի բժշկական կենտրոնի կառուցումը կիրականացվի։ Նախագծման առումով մենք այս տարի արդեն ունենք հատկացված բյուջեի միջոցներ Վարդենիսի բժշկական նոր կենտրոնի կառուցման համար եւ այնուհետեւ շինարարական գործընթացները դրան կհաջորդեն։ Այսինքն մենք մի կողմից լուծում ենք այսօր Վարդենիսի բժշկական կենտրոնում ունենալու բավարար պայմաններ եւ վերանորոգման աշխատանքներից հետո մենք նաեւ գույքագրել ենք այն սարքավորումները, որոնք այսօր բացակայում են եւ անհրաժեշտ է լրացնել եւ ընթացիկ հարցը լուծում ենք եւ մեր բնակչությանը ապահովում ենք հենց այսօր որակյալ բուժօգնությամբ, մինչեւ որ կապիտալ ծախսերով կկառուցենք ամբողջովին նոր բժշկական կենտրոն։ Անդրադառնալով ձեր հարցի մյուս մասին, ասեմ, որ մենք այս հարցով էլ ուրեմն տվել ենք լուծումը նրանով, որ Վարդենիսի, Մեղրի եւ ելի մի քանի բնակավայրերի համար, որտեղ որ մոտ դիահերձարանը տվյալ համայնքում չի, ապա պետությունը փոխհատուցում է նաեւ այդ տեղափոխման եւ մնացած ծախսերը, սա եւս կարևոր խնդիր էր, որը մեր քաղաքացիները բարձրաձայնել են եւ մենք լուծումը գտել ենք։ Եվ ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ ճանապարհային մեր ուրեմն ընդհանուր բարեկարգման արդյունքում, այո, որոշ ծառայություններ կարող են լինել բնակավայրից որոշակի հեռավորության վրա, որտեղ մենք նաեւ պիտի հասկանանք, որ բժշկական օգնությունն ու սպասարկումը իրանից ենթադրում է որոշակի ծավալ, այսինքն այդ աստիճանակարգը, թե որ օգնությունը կարելի է տրամադրել հենց համայնքում, որը ավելի մարզային կենտրոնում կամ Երևան քաղաքում մենք քարտեզագրում ենք եւ ըստ դրան համապատասխանել իրականացնում ենք մեր կապիտալ ներդրումները։ Այսքանը։ Տիկին Ավանեսյան, դուք ընդամենը 20 միլիոն դրամաշնորհի մասին եք խոսում, որը որ կոսմետիկ վերանորոգման կարիք ա խնդիր լուծում ընդամենը Վարդենիսի վանդանոցում, եւ ոնց եք պատկերացնում 70 կիլոմետր մարդ մահացածի մարմինը պետք է տեղափոխի այլ համայնք հերձելու, դա միայն ֆինանսական խնդիր չէ։ Եվ դուք ձեր պատասխանի մեջ իրարամերժ բաներ ասացիք, ասում եք 40,000-ը բնակչության թիվ է։ Դա մեծ թիվ չէ, որտեղ դիահերձարան պետք է ունենա, ես չեմ հասկանում։ Կուզենամ, որ դուք հստակ ձեր ասածը լղոզված պատասխաներ, ժամկետներ նշեք, կոնկրետ Վարդենիսի խոշորացված համայնք է, որի մեջ ընդգրկված է թվով 36 կամ 37 բնակավայրեր, երբ է ունենալու պաթոլոգիական լաբորատորիա կամ դիահերձարան։ Այս պատասխանին կուզենամ, որ հստակ պատասխանեք, որ կարողանան բնակիչները լսի, մենք էլ կարողանանք ձեր պատասխանից հետևություն անել եւ փոխանցել համայնքի բնակիչներին։
սահմանամերձ ընդ որում։ Իմ պատասխանը բավական հստակ է։ Շնորհակալ եմ նաև թվային արժեքը նշելու համար եւ ավելի ընդգծելու մեր վերաբերմունքը Վարդենիսի բնակչությանը այսօր բուժօգնություն ապահովելու մասով։ Այո, կառավարությունը 28 միլիոն դրամաշնոր է տրամադրել, որ մենք վերանորոգենք կենտրոնը եւ չսպասենք մի քանի տարի, մինչեւ որ Վարդենիսում կկառուցվի բժշկական կենտրոն եւ ես կարծում եմ սա շատ կարեւոր մոտեցում է եւ մեր քաղաքացիների խնդիրները հենց այսօր լուծելուն է ուղղված։ Հաջորդիվ ասեմ, որ տեսեք, ուրեմն դուք չհասկացա ինչն էր լղոզված։ Ես կրկնեցի, որ այսօր այդ հարցը լուծվում է նաեւ հավելյալ ծախսերից ազատագրելով մեր բնակիչներին եւ որևէ սանիտարական կամ այլ խնդիր չկա այստեղ, նաեւ դիահերձումը կազմակերպելու այլ բնակավայրում, այսքանը։